Ողջույն բարեկամներ, ձեզ հետ ինչպես միշտ My Culinary Versions խոհարարական ալիքն է և այսօր մեր թեման թթու դրած վարունգն է, ինչ անել, եթե վարունգի աղաջուրը պղտորվել է։ Պարզ է, եթե թթու դրած վարունգի ջուրը պղտորվում է, ուրեմն ինչ-որ բան այն չէ, ինչ-որ պատճառ կա պղտորվելու։ Պատճառներից մեկը հնարավոր է տարան լավ չի լվացվել, մյուս պատճառը լավ չեն լվացվել բանջարեղենն ու կանաչեղենը, երրորդ պատճառը կարող է լինել անորակ օդ բաց թողնող կափարիչը, մյուս պատճառը կարող է լինել ծովի կամ յոդացված աղը, որով թթու չեն պատրաստում, որը կարող է հանդիսանալ պղտորման պատճառ։ Մյուսը վարունգի ոչ բոլոր տեսակներն են ցուցված թթվի համար, կամ վարունգներ, որոնցով միայն կարելի է աղցան անել, բայց թթու վարունգ դնել չի կարելի։ Եվ կարելի է ավելացնել նաև պատճառ, որ վարունգը եղել է անհաջող, ուշադրություն չենք դարձրել, անհաջող վարունգ ենք տեղադրել տարայի մեջ։ Ահա այս պատճառների պատճառով կարող է պղտորվել աղաջուրը։ Հիմա ինչ անել թթու վարունգը փրկելու համար։ Առաջինը, կարևոր հանգամանք, եթե կափարիչը ուռել է, եթե նախկին իր տեսքը չունի, արդեն փոխվել է տեսքը, բայց ուզում եք պահպանել, իմացեք, որ պահպանել հնարավոր չէ։ Հիմա ինչ անենք փրկելու համար։ Թափում ենք պղտոր ջուրը, վրան լցնում ենք եռացրած ջուր և թողնում 5 րոպե։ 5 րոպե անց կրկին մաքուր լվանում ենք տարան, պետք է մաքուր լինի տարան, նախորդ թթվի տարան չպետք է օգտագործվի, պետք է լվացված վիճակում լինի։ Ուրեմն 5 րոպե անց տեղափոխում ենք եռացրած ջրի միջից հանած վարունգները նոր տարայի մեջ, նոր աղաջուր ենք բռնում և լցնում վարունգի վրա և փակում ենք։ Այս ձևով հնարավոր է փրկել վարունգը։ Իհարկե նախկին համը չի ունենա, ինչ որ առաջին անգամ պատրաստել եք, բայց այնուամենայնիվ փրկում եք ձեր թթու վարունգը։ Կրկին հիշեցնեմ, հիշեցման կարգով, որ եթե կափարիչը ուռել է, աղաջուրը պղտորվել է, փրկություն չկա, պետք է անհապաղ թափել թթուն թունավորումից խուսափելու համար։ Այսօրվա համար այսքանը, կհանդիպենք ցտեսություն։